Նոր խորհրդարանի դռները դեռ չեն բացվել, բայց քաղաքական բանավեճն արդեն հասել է այն կետին, որտեղ քննարկվում է ոչ թե ով ինչ օրինագիծ կներկայացնի, այլ ընդդիմությունը պետք է արդյոք մտնի այդ դահլիճ, թե ոչ։ Հայաստանի նոր քաղաքական իրականության մեջ ընդդիմադիր ուժերի մի մասը կանգնած է բարդ ընտրության առաջ։ Մի կողմից ընտրողների մի հատվածը պահանջում է չլեգիտիմացնել այն գործընթացը, որի արդյունքների նկատմամբ կասկածներ կան։ Մյուս կողմից մնում է հարցը, ինչ է տեղի ունենում, երբ ընդդիմությունը որոշում է դատարկ թողնել իր աթոռները։ Եթե մանդատները չեն վերցնում, ապա պետք է հրապարակայնորեն հայտարարեն, որ Հայաստանում ձևավորվել է հակասահմանադրական իշխանություն, ընտրությունները կեղծվել են եւ հանրությանը կոչանել գալ հրապարակ եւ փողոց միջոցով փոխել իշխանությանը։ Այսինքն հանրությունը ունի իրավունք սահմանադրական կարգերը խախտվելու դեպքում նույնիսկ ուժի միջոցով վերականգնել սահմանադրական կարգերը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ դատարկ աթոռը միշտ չէ, որ դառնում է բողոքի խորհրդանիշ։ Շատ հաճախ այն պարզապես ազատ տեղ է, որտեղ իշխանությունն ավելի հանգիստ է տեղավորվում։ Աշխարհի տարբեր երկրներում ընդդիմությունները բազմիցս փորձել են բոյկոտի միջոցով կասկածի տակ դնել խորհրդարանների լեգիտիմությունը։ Հաշվարկը գրեթե միշտ նույնն է եղել, եթե ընդդիմությունը հրաժարվի մասնակցել, ապա իշխանությունը կհայտնվի քաղաքական ճնշման տակ, իսկ հասարակությունն ու միջազգային հանրությունը կսկսեն հարցեր տալ։ Սակայն գրեթե երբեք այդպես չի եղել։ Կարող է նույնիսկ մանդատները չվերցնելու խնդիր չդնել, որովհետև դեռևս բավականին ժամանակ կա, այլ այս պահին հենց հանրությանը կոչանել գալ հրապարակ։ Հիմա որոշումը իրենցն է, եթե իրենք դրան պատրաստ են, ապա կարող են այդ ամեն ինչը սկսել, բայց նույնիսկ մանդատները չդնելով կարող են այդ ամեն ինչը սկսել, որովհետև այդ մանդատները նույնիսկ իրենք դեռևս չունեն, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Օրինակ Բանգլադեշում 2024 թվականին ընդդիմությունը որոշեց չմասնակցել ընտրական գործընթացին, հայտարարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չէ։ Արդյունքում իշխանությունը պահպանեց իր դիրքերը, խորհրդարանը շարունակեց աշխատանքը, իսկ ընդդիմությունը հայտնվեց քաղաքական գործընթացներից դուրս, այնինչ պետք է դառնար ճնշման գործիք, վերածվեց ինքնամեկուսացման։ Նույն ճանապարհով տարիներ առաջ 2005 թվականին անցավ նաև Վենեսուելայի ընդդիմությունը։ Բոյկոտելով խորհրդարանական ընտրությունը նրանք փորձեցին կասկածի տակ դնել համակարգի լեգիտիմությունը, բայց արդյունքում իշխանությունը ստացավ գրեթե անարգել գործելու հնարավորություն։ Հետագայում նույնիսկ ընդդիմության ներսում խոստովանեցին, որ քաղաքական պայքարի գլխավոր հարթակը սեփական ձեռքերով զիջել էին մրցակցին։ Սերբիայում 2020 թվականին եւս ընդդիմադիր ուժերը փորձեցին խորհրդարանից դուրս պայքարել իշխանության դեմ, սակայն մինչ փողոցներում շարունակվում էին քաղաքական հայտարարությունները, օրենսդիր մարմնում որոշումներ ընդունվում էին առանց ազդեցիկ հակակշռի։ Իշխանությունը չթուլացավ, իսկ ընդդիմությունը կորցրեց իր ձայնը այն վայրում, որտեղ այդ ձայնն ամենաշատն էր լսելի լինելու։ Թերևս ամենահետաքրքիր օրինակը Վրաստանն է։ 2020 թվականին ընդդիմությունը սկզբում հրաժարվեց խորհրդարանի բնականոն աշխատանքին մասնակցելուց, ցած դրեց մանդատները, պնդելով, որ ընտրությունը չի արտացոլել ժողովրդի կամքը, բայց ամիսներ անց պարզ դարձավ, որ քաղաքական ճնշումը չի վերածվում իշխանափոխության, իսկ իշխանությունը շարունակում է աշխատել։ Արդյունքում ընդդիմության զգալի մասը վերադարձավ խորհրդարան, հասկանալով, որ երբեմն պայքարի համար անհրաժեշտ է մնալ հենց այդ դաշտում, որի կանոնների դեմ պայքարում ես։ Վրաստանում ընդդիմությանը աջակցում էր Արևմուտքը եւ անգամ դեսպանների մակարդակով իրենք մասնակցում էին այդ հանրահավաքներին եւ ամեն ինչով աջակցում էին։ Նույնիսկ այդ պարագայում որևէ արդյունք չհասան եւ այո ընդդիմությունը հիմա Վրաստանում ճգնաժամի մեջ է գտնվում։ Հայաստանի պարագայում Արևմուտքի աջակցությունը նույնիսկ որպես այդպեսին չկա, որտեղ Վրաստանում Արևմուտքը աջակցում էր նաեւ ֆինանսապես, կազմակերպչական առումով։ Այս ֆոնին Հայաստանի շուրջ ընթացող քննարկումները նոր երանգ են ստանում։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, քաղաքական գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն իրավական առումով խորհրդարանը կշարունակի գործել։ Հարցն այլ տեղ է, դատարկված աթոռները կդառնան արդյոք իշխանության նկատմամբ ճնշման միջոց, թե կվերածվեն իշխանության համար լրացուցիչ հարմարավետության գոտու։ Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ բոյկոտը հազվադեպ է ինքնուրույն փոխել իշխանությունների ճակատագիրը։ Ավելի հաճախ այն դարձել է խորհրդանշական քայլ, որը բարձրացրել է քաղաքական լարվածությունը, բայց չի կանգնեցրել պետական համակարգի աշխատանքը։ Իսկ երբ ընդդիմությունը դուրս է եկել խորհրդարանից, իշխանությունը սովորաբար ներսում ավելի քիչ դիմադրության է հանդիպել։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։